Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մենք շարունակում ենք հղիներին նվիրված դասը եւ խնդրելու եմ կրկին, որ ձեր մոտ ունենաք որևիցե փոքր ծածկոց կամ բարձ, որը մենք ծալելու ենք եւ դնելու ենք ծնկի տակ եւ մեր նստատեղի տակ դիրքերը ավելի հարմարավետ դարձնելու համար։ Այսօր ցանկալի է, որ մենք ունենանք մեր տարածքում պատ, մեր գորգը դնենք պատին ավելի մոտիկ, քանի որ նույնպես օգտվելու ենք պատից եւ այսպես նստեք հարմարավետ, ուսերը պտտեք հետ ու ներքև, գլխիկագաթով ձգվեք դեպի վեր։ Փորձեք մեջք դարձնել հնարավորինս ուղիղ, բայց միևնույն ժամանակ, որպեսզի ծանրություն չզգաք եւ լինեք ավելի հանգիստ։ Ձերքի ափերը նայում են դեպի վեր։ Փակեք ձեր աչքերը, մի քանի ակնթարթ մնացեք ձեր սեփական շնչառության հետ։ Փորձեք թույլատնել ձեր դեմքը, լսել սեփական շնչառության ընթացքը։ Առանց լարվելու կատարեք ներշունչ քթով եւ կատարեք արտաշունչ քթով մի քանի շրջան։ Եվ հիմա դանդաղ բացելու ենք մեր աչքերը, ձերքերը ափերով ներքև եւ ինչպես միշտ սկսում ենք մարմինը տաքացնելուց, ակտիվացնելուց, այսպես ասած։ Ներշնչով նայում ենք դեպի վեր, պարանոցային հատվածը աշխատացնենք մի փոքր, արտաշնչով նայում ենք դեպի պորտը։ Մի քանի անգամ շունչ վերև, արտաշունչ ներքև։ Շունչ վերև, արտաշունչ ներքև։ Հիմա շնչով կենտրոն, արտաշնչով դեպի աջ։ Շունչ կենտրոն, արտաշնչով դեպի ձախ։ Դունչը հատակի զուգահեռ, նորից կենտրոն, արտաշնչով աջ, կենտրոն եւ արտաշնչով ձախ։ Գալիս ենք կենտրոն, դունչը մի փոքր ներքև, ամբողջական պտույտ, փորձեք գլուխը շատ հետ չգցել, զգալով, պտտել, երկուս եւ երեք։ Հիմա հակառակ ուղղությամբ, մեկ, երկուս եւ երեք։ Նորից գալիս եք կենտրոն, ուսերը վեր եւ հետ ներքև։ Մի քանի անգամ լավ փորձեք շրջանը մեծ գծել, հակառակ ուղղությամբ դրսից ներս եւ 4 գնացինք ձեռքերով վերև, ձգվեք մի լավ, ձգվեք եւ բռնեք աջ ձեռքով ձախ արմունկից, ձախ ձեռքով աջ արմունկից, մի քանի անգամ կողքից կողք գնալով, թեթևակի պտույտներ, փորձեք մարմինը զգալ, առանց ծանրացնելու, պտույտները արեք այնքան ուժգնությամբ եւ խորությամբ, ինչքան ձեզ հաճելի է, եւ հակառակ ուղղությամբ։ Շնչառությունը հանգիստ։ Հիմա ձեռքերով բացվեցինք եւ փոխում ենք ձախով աջը, աջով ձախը, նորից պտույտ 2-3 անգամ մի ուղղությամբ։ Եվ հակառակ ուղղությամբ։ Այսպես հակառակ ուղղությամբ։ Նորից կենտրոն ձգվեք, վերև ձգվեք, գնում ենք դեպի աջ։ Աջ ձեռքը դրեցինք հատակին, ձախ ձեռքով ձգվում ենք դեպի կողք, դեպի աջ, երկարում ենք դիրքում, փորձում ենք իրան լավ երկարացնել, նորից շունչ եւ գնացինք դեպի ձախ։ Նորից երկարացրեք, շնչառությունը չենք պահում, փորձում ենք սահուն, հանգիստ շնչել, արտաշնչել։ Արտաշնչով ձեռքերը հանգիստ իջեցնում ենք ցած։ Տեսեք, այստեղ դուք կարող եք ձեր ծածկոցը լայն բացել եւ դնել ծնկների տակ։ Պատից որոշակի հեռավորության վրա, հեռավորությունը այնպիսին է, որ դուք հստակ նստեք ձեր կրունկներին, բութ մատերը միասին, ծնկները լայն։ Այս դիրքերը կարող են կատարել ցանկացած եռամշակում, ուղղակի զգացողությունը այնպես, որ գոտկտը շատ չճկվի, այլ լինի ավելի
ուղիղ, գոտկային հատվածը փորձում ենք պահել ուղիղ, պոչուկը նստամկանները դեպի մեր կրունկները եւ ձեռքերով ձգվում ենք վեր, նպատակը երկարելն է, ոչ թե ճկվելը ներքև, ձգվեցինք վերև, ճակատը մոտեցնում ենք պատին, պատից ձեռքերով հրվում ենք ափերով կամ մատերով եւ ուսերը հրում ենք հետ, կրծքաղանդակը բացեք, մնացեք այստեղ, շնչում ենք մի քանի շունչ արտաշունչ, ուսերի համար բավականին ինտենսիվ է։ Եթե հոգնածություն զգաք, գալիս ենք հետ, 1-2 վայրկյան հանգստամ եւ մի հատ էլ ենք կրկնում, ձգվում ենք վեր։ Ուսերը նորից հրում ենք հետ, լավ հրում ենք հետ, կրծքաղանդակը առաջ եւ փորձում ենք մի փոքր էլ սրտով փափկել ներքև։ Թիակների ամենաներքևի հատվածը բացելով։ Նույն շունչ, գալիս ենք կենտրոն, արտաշունչ ձեռքերը իջեցրեցինք ցած։ Այստեղից արդեն եւս մեկ անգամ կրկնում ենք, բայց մի փոքր ճկելու ենք գոտկային հատվածը, ձգվեցինք վերև, մի փոքրիկ ճկեք գոտկային հատվածը, ճակատը մոտեցրեք պատին, ուսերը հրում ենք հետ։ Արդեն ճակատը երբ որ կկպնի պատին, մենք մի փոքրիկ պոչուկը ցած ենք իջացնում եւ զգում ենք ակտիվությունը թիակների ներքևի կետում, որովայնը հանգիստ, շնչառությունը հանգիստ մնում են 2, ադապտացրեք դիրքը, ձեր մարմնին համապատասխան, եթե այստեղ լարվածություն կա 3, 4 եւ 5, նորից գալիս ենք հետ, արտաշնչով թողեցինք հանգիստ, բարձր դնում ենք ձախ ծնկի տակ, աջ ոտքը բերում ենք առաջ, ծալելով, ոտնաթաթը պատից մի փոքրիկ հեռավորության վրա, շատ քիչ, փորձում ենք այստեղից կոնքը, որպեսզի ուղիղ նայի ձեր առջևի պատին, եւ եթե փորիկը բավականին մեծ է, մենք կարող ենք աջ ոտքը լայն դնել, եթե դեռ այդքան մեծ չէ, կարող ենք դնել կոնքի գծով, այստեղից ձեռքերով ձգվեցինք վեր, ձախազդրը երկարացնելով, աջ ծունկն ու կրունկը մեկ գծով պահելով եւ եթե զգում եք ծունկը ընկնում է առաջ, ուրեմն մենք ոտքը քայլացնում ենք առաջ, ձեռքերը դրեցինք պատին եւ ձգվում ենք վեր, լավ երկար եք այստեղ առաջ ու վերև, աջ կողմից տարածք տվեք որովայնին, մի փոքր ծունկը կարող ենք կողք բացել եւ նորից երկարել առաջ, դեպի պատը եւ վերև, ձախազդրը երկարացնել, ձախազդրը լավ երկարացնել, եթե հասնում ենք ճակատը դնում ենք պատին, բայց էական չէ, մեզ ավելի կարևոր է, որ կոնքը չգցենք շատ ներքև, որպեսզի կոնքը պահենք կայուն, ձախազդրը երկարացնենք ինչքան հնարավոր է, ուսերը տանենք հետ, մնում ենք 2, 3, 4 եւ 5, նորից բերեցինք կոնքը հետ, ձեռքերը դրեցինք գոտկատեղին, 1-2 շունչ ենք քաշում այստեղ եւ նորից ձեռքերը պատին, եթե զգում եք, որ շատ հեռու եք, խնդրում եմ մոտեցեք մի փոքր ավելի, աջ ոտնաթաթը փորձում ենք մոտեցնել պատին, ծունկը ուղղելով եւ ինչքան հնարավոր է կպցնում ենք ոտքի տակը պատին, կոնքը փորձում ենք փակել, ձախ ծունկը ուշադիր, փափուկ հարթության վրա, ու նորից կոնքը հավասարացնելով, մի փոքրիկ որովայնը աջ պտտելով, որպեսզի ոտքի հետևը լավ ձգի, ձեռքերով ձգվում ենք վեր, իրանը երկարացնելով, կրծքահանդակը բացելով, ուսերը հետ տանելով, փորձեք զգալ ձեր ամբողջ մարմինը այստեղ, ամբողջ ոտքի հետևը լավ ձգելու է, շնչում ենք, դիրքը պահում ենք մեր մարմնին համապատասխան, փորձեք շատ չլարվել, շնչառությունը հանգիստ, 2, 3, 4 եւ 5, նորից գալիս ենք կենտրոն, զգուշորեն հավաքեցինք մեր ոտքը եւ փոխեցինք, խնդրում եմ դրեք բարձը դեպի աջ մի փոքր, աջ ծունկը դրեցինք բարձին, ձախ ոտքը պատին մի փոքրիկ մոտեցնելով, եթե զգում եք հեռու եք, ապա բարձը մոտեցրեք, որպեսզի լարվածություն չլինի, բայց դիրքում զգանք աջ ազդրի երկարացումը, ծունկն ու կրունկը մեկ գծով, 2 ձեռքերով ձգվեցինք վերև եւ երկարում ենք առաջ եւ պատի ուղղությամբ մատերով քայլում ենք վեր, ձգտում ենք, որ ձախ կոնքը շատ չբարձրանա վերև, քանի որ ոտքը առջևում է, պետք է ձգտենք ձախ եւ աջ կոնքի ոսկորները հավասարացնել իրար,
Աջ ազդրի հատվածում, զգացեք երկարացումը, զգացեք ձգումը, աջ աճուկի հատվածում, մեջքի հատվածում բավական ինտենսիվ աշխատանք է գնում։ Շնչառությամբ հանգիստ գալիս ենք առաջ եւ վերև, պահպանելով նորմալ շնչառություն, նորմալ շնչարտաշունչ, առանց շտապելու, 3, 4 և 5, նորից շունչ, գալիս ենք հետ, արտաշունչ, ձեռքեր գոտկատեղին, 1 վայրկյան մնացեք էստեղ ու նորից դրեցինք ձեռքերը պատին։ Փորձում ենք լավ ուղղել ձախ ոտքը, կպցնել ոտքի տակը պատին, ինչքան որ կգա, միգուցե 45 աստիճան գա։ Պարտադիր չէ ամբողջը կպցնել, բայց մենք ձգտում ենք, տեսնենք ինչքան մեր մարմինը ունի հնարավորություն։ Կողմունքը փակեցինք եւ նոր ձեռքերով երկարում ենք առաջ ու վերև, կողմունքը փակեցինք, այստեղից կողմունքը փակեցինք։ Որովայնը պտտում ենք ձախ եւ այդ ձևով կողմունքը փակում ենք, մնում ենք 1, քինչում ենք 2, 3, ուսերը հետ, 4 և 5, նորից գալիս ենք հետ և զգուշորեն հավաքեցինք ոտքը։ Հիմա էստեղից խնդրելու եմ, որ դուք ծնկները լայնոտ պահելով ոտնաթաթերը իրարից հեռացնեք և ձեր ծածկոցը կամ բարձը դնեք երկու ոտքերի արանքում։ Այսպես, եթե սա քիչ է, մենք նստում ենք ոչ թե կրունկներին, այլ բարձին կամ ծածկոցին, ուրեմն մենք հավելյալ ծածկոց ենք ավելացնում, որպեսզի ունենանք բարձրություն և ոտնաթաթերը ձգվեն, բայց լինի դիմանալու մեզ համար։ Նստեցինք մեջտեղում, ուսերը լավ պտտում ենք հետ ու ներքև, ձերքի մատերը խաչեցինք, բութ մատերը մոտեցնում ենք իրար, շունչ, ձգվում ենք վեր, լավ ուղղեք ձեր արմունկներն ու նախաբազուկները, ուսերը իջեցրեք ներքև, շունչեք 1-2 շունչ, արտաշունչ այստեղ, գոտկային հատվածը ավելի ուղիղ, արտաշունչ իջեցրեցինք ցած, ձեռքերի մատերի խաչը փոխում ենք, եթե ձեր աջ ճկույտը ներսում էր, հիմա աջ ճկույտը դրսում, նորից շունչ, ձգվեցինք վերև, արմունկները լավ ուղղեցինք, պոչուկը իջեցնում ենք ցած, նախաբազուկները ակտիվացնում ենք, գլխի գագաթով ձգվում ենք վերև, շնչառությունը հանգիստ, առանց լարվելու, արտաշունչ, նորից հավաքեցինք և դրեցինք այստեղ, ոտքերը ազատեցինք, ես կարծում եմ հնարավոր է, որ ոտնաթաթերը դմրեն կամ շատ ձգեն, թափ տվեք, 1-2 անգամ թափ տվեք, պտտեք, հետևաբար դիրքից ոչ թե փախնելու ենք, այլ փորձելու ենք նստատեղի բարձրությունը ադապտացնել, միգուցե ավելի բարձր դնել և բարձր դնենք, որպեսզի մեզ համար լինի ավելի փափուկ, աջ ոտքը ծալելով բերեցինք առաջ, և այստեղից ևս մեկ անգամ երկու ձեռքերով ձգվում ենք վերև, ևս մեկ անգամ, ձգվեցինք, ճակատը մոտեցնում ենք, ծունկն ու կրունկը մեկ գծով, մնում ենք 1, 2, քանի որ մարմինը արդեն ավելի պատրաստված է, ձեզ ավելի հեշտ կլինի 3, 4 և 5, գալիս ենք հետ, փոխեցինք կողմը, ևս մեկ անգամ, աջ ծունկը դրեցինք, ձախ ոտքը բերեցինք առաջ, կոնքը հավասարացնելով, ձեռքերով ձգվում ենք և գալիս ենք առաջ, մնացինք 1, երկար չենք մնում, շնչում ենք 2, 3, 4 և 5, ձգվեցինք վերև և արտաշնչով զգուշորեն ոտքը հավաքում ենք հետ և նստելու ենք խաչված ոտքերով, երկու ձեռքերով մի լավ ձգվում ենք վերև, ինչքան որ տեղ ունեք, թեթևակի պտույտ դեպի աջ, ձեր աջ ձեռքը գնում է հետ, ձեր պոչուկի մոտ հատակին, իսկ ձախ ձեռքը մնում է ձեր ձախ ծնկին, խնդրում եմ շրջանը ամբողջությամբ չփակել, մնացեք այստեղ, որպեսզի ամբողջ որովայնի հատվածը լինի բաց, կրծքավանդակը պտտենք աջ, աջ ուսը տանում ենք հետ, նայում ենք ուսով հետ, շնչում ենք այստեղ նորմալ, հանգիստ, առանց շտապելու,
շունչ ձգվեցինք վերը եւ գնում ենք ձախ նույն ձև ձախ ձեռքը հետ աջ ձեռքը աջ ծնկին որովայնի առջև ամբողջությամբ բաց մենք ձախ ուսը լավ պտտում ենք հետ չքան կարող ենք նայում ենք ուսով հետ նորմալ շնչառություն նորից շունչ գալիս ենք կենտրոն ձգվեցինք մի լավ արտաշնչով ձեռքերը իջեցնում ենք ցած հիմա այստեղից մի փոքր գնալու ենք պտույտներ կոնքի հատվածով այսպես փափուկ պտույտներ եւ հակառակ ուղղությամբ գնում ենք պտույտներ հակառակ ուղղությամբ Եվ թողեցինք հանգիստ, գալիս ենք կենտրոն, սիրելի կանայք, ուրեմն այստեղ մենք ցանկալի է անպայման երկու ծնկների տակը դնել փափուկ, որից է բան, կարող եք երկար բացել ձեր ծածկոցը եւ դնել երկու ծնկների տակ, բայց բավականին երկար, կամ կարող եք երկու առանձին ծածկոց դնել ձեր ծնկների տակ։ Դիրքը ցույց տալու համար ես այսօր ծածկոց չեմ օգտագործի, բայց շատ խորհուրդ եմ տալի։ Ունեցեք մի փոքր բարձ ձեր առջև, եթե կարիք լինի ձեռքերը վրան դնելու համար։ Ձեռքերը դնում ենք ուսերի թակ եւ այստեղից տեսեք ձեր ծնկները բավականին լայն։ Բացելու ենք աջ ձախ, լայն։ Ձեր նստած տեղը ծնկների հետ մեկ գծով փորձում ենք հետ չտանել, շատ առաջ չընկնել։ Ոտնաթաթերը պտտում ենք աջ, ձախ, դիրքի անը գորտ է, որպեսզի ձեր ոտնաթաթերի ներքին էջերը լավ կպնեն հատակին եւ այստեղից ձեր ձեռքերը բարձին կամ հատակին դնելով մնալու ենք նորմալ շնչառությամբ աճուկային հատվածներում բավականին ձգում կա ծնկների տակ եթե չդնեք դուք ծածկոց հնարավոր է բավական սեղմի հատակին եւ տհաճ լինի Ես ուղղակի այս պահին ժամանակ չեմ ուզում կորցնել եւ մնում ենք այստեղ պոչուկը մի փոքր իջեցնում ենք ցած եւ կենտրոնանում ենք ձգման վրա ձգումը ինչպես նշեցի աճուկային հատվածում խնդրում եմ ուշադրությունը բերեք ձեր շնչառությանը այստեղ հնարավոր է շնչառությունը բարդանա քանի որ ձգումը բավականին ինտենսիվ է իսկ եթե սա ձեզ համար քիչ է մենք կարող ենք միշտ աջալները որոնք ծնկների տակ են սահեցնել կողք եւ բացվել։ Մնում ենք շունչը չենք պահում։ Եվս մի քանի շունչ արտաշունչ։ Հետևեք, որ շնչառությունը լինի հանգիստ։ Հետևեք, որ շնչառությունը լինի նաեւ որովայնի հատվածում, որովայնը չենք քարացնում, փափուկ ենք թողնում եւ զգում ենք ամեն շունչը։ Զգում ենք ամեն արտաշունչը։ Կարող ենք ճակատը ցած իջեցնել։ Մնալ այստեղ, եթե հնարավոր է, պոչուկը մի փոքր էլ ցած երկու շունչ եւս եւ դուրս են գալու դիրքից։ Հիմա շունչ նայեցինք առջև, ձեռքերը դրեք հատակին, ոտնաթաթի բութ մատերը մոտեցրեք իրար Եվ տանդաղ հավաքեցինք մեր ծնկները, հավաքեցինք, ձեռքերը ուսերի տակ, ծնկները կոնքի տակ, կովկատու դիրքը շունչ, նայում ենք վերև, պոչուկային հատվածից ճկելով գոտկատեղը արտաշունչ, պոչուկը իջեցնում ենք ցած և մեջքը մի լավ կլորացնում ենք դեպի առաստաղը, շունչ, նայում ենք վերև, պոչուկից ճկելով գոտկատեղը արտաշունչ, նայում ենք ցած դեպի մեր որովայնը, մեջքը կլոր, վերջինը շունչ, նայում ենք վեր, արտաշունչ, լավ նայում ենք պորտի ուղղությամբ, հիմա շնչով նայեցինք մեր առջև, նստեք մեկ ակնթարթ ձեր կրունկների վրա և պատրաստվելու ենք ահավնի դիրքին։ Ես խորհուրդ եմ տալիս, ովքեր կլինեն երրորդ եռամսյակում եւ որովայնը փորիկ բավական մեծ կլինի, մի խուսափեք այս դիրքը կատարելուց, ուղղակի կարող եք ձեռքերը պահել ավելի բարձր։ Մենք իրար հետ հիմա կփորձենք ադապտացնել։ Տեսեք, աջ ոտքը սահեցնում ենք, չենք բարձրացնում,
այլ հատակի վրայով սահեցնում ենք առաջ, ինչքան որ ստացվի, իսկ ձախ ոտքը սահեցնում ենք հետ։ Եվ այստեղից մի փոքր նստելով աջ կամ առանց նստելու ծունկը բացում ենք, կողք, աջ ծունկը եւ հետեւաբար աճուկային հատվածից բավական շատ տեղ ու տարածություն ենք տալի որովայնի համար։ Ձախ ոտքով ինչքան կարող եք սահեք։ Այս դիրքը շատ օգտակար է նստանյարդին ազատելու համար, եթե ունենում եք ցավեր գոտկային հատվածում եւ նստանյարդի սեղմում, որպես պրոֆիլակտիկա լավ կլինի կատարեք այս դիրքը։ Այստեղից սրտով երկարում ենք առաջ։ Եթե հնարավոր է արմունկները գետնին, բարձին, հատակին կարող եք դնել, աջ կոնքը փորձում ենք հրել հետ եւ մնալ շնչել, բավականին ուժեղ, հաճելի ձգում եք ունենալու աջ նստամկանի հատվածում, մի քանի շունչ արտաշունչ մնում ենք այստեղ, հետևեք, որ շնչեք սաղուն, հանգիստ առանց լարվելու։ Հիմա գալիս ենք հետ, ձեռքերը ուսերի տակ, ձախ ծնկով գալիս ենք առաջ, աչով հետ և փոխում ենք կողմը, սահեցնելով ձախ ոտքը բերեցինք առաջ, ոտնաթաթը նայում է առջև, չի մնում ձեր տակը, եթե հնարավոր է նույնիսկ ձեռքով կարող ենք օգնել մի փոքր էլ բերել, աջ ոտքը սահեցնում ենք լավ հետ, սահեցնում ենք լավ հետ, սիրտը հրում ենք առաջ և ձեռքերը դրեցինք, արմունկները դրեցինք հատակին։ Մնացինք այստեղ, կրծքավանդակով երկարում ենք առաջ, կարող ենք ճակատը ցած իջեցնել, ձեր ձեռքերին կամ բարձին, ուղղակի շնչեք, արտաշնչեք, պահպանեք նորմալ շնչառություն, անդադար հետևեք ձեր շնչառությանը, շնչառությունը փափուկ, հանգիստ, առանց լարվածության։ Եվս երկու շունչ արտաշունչ։ Հիմա նորից գալիս ենք հետ, ձեռքերը ուսերի տակ և հավաքեցինք հանգիստ մեր ոտքերը։ Դրեք բարձը նորից մեջքի հետևում, նստեք բարձին, նստեք թիթեռնիկով, ոտքի տակերը միացնում ենք իրար և նստում ենք բարձի ծայրով։ Եթե մեջքը շատ լարվի և դուք զգաք, որ անընդհատ հետ եք ընկնում, կլորանում եք, խնդրում եմ նստեք պատին մոտիկ և մեջքով հենվեք պատին, որպեսզի լարվածություն չլինի։ Մենք ձեռքով կարող ենք բռնել ոտնաթաթերից, մի փոքր թափահարել այստեղ կամ եթե չենք հասնում, կարող ենք բռնել կոճերից կամ գոտիով բռնել։ Մի փոքրիկ թափահարեք առանց լարվելու։ Փակեք ձեր աչքերը, մեջքը ուղղեք, գլխի գագաթով ձգվեք վերև, ամբողջ մարմինը փորձում ենք զննել, զգալ և դիրքի մեջ մնալով թուլացնել։ Հիմա դադարեցնում ենք թափահարելը և այստեղից մեր աջ ձեռքով, բութ մատով փակելու ենք աջ քթանցքը։ Մի քանի շունչ արտաշունչ, ուղղակի կշնչենք ձախով, առանց լարվելու, առանց ակտիվացնելու շնչառությունը, ուղղակի հանգիստ ներշունչ, հանգիստ արտաշունչ ձախով, իսկ աջը շատ թեթև ենք փակել։ Ավելի կենտրոնանալու համար կարող եք փակել ձեր աչքերը, ուղղակի նկատել շնչառությունը ձախ քթանցքով։ Եթե ունենք խնդիր շնչառության հետ և բարդ ենք շնչում, շատ թեթևակի փակեք, ամուր մի փակեք, որպեսզի օդը երկու կողմով գնա, ուղղակի ձախով մի փոքր ավելի ակտիվ։ Եվս երկու ցիկլ։ Թողեցինք։ Ձերքի ափերը միասին, նամաստե դիրքով։ Նկատեք ջերմությունը ափերի մեջ, շփեք, տաքացրեք,
Գրկեք ինքներ ձեզ, գրկեք բալիկներին ցանկության դեպքում։ Ձեր էներգիան, ձեր ջերմությունը տարածեք ձեր մարմնին և բացեք աչքերը։ Նամաստե, բոլորին շնորհակալություն մեզ հետ մնալու համար, կհանդիպենք մյուս դասին։